Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ադրբեջանում պահվող հայերի հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը, վերահաստատելով Եվրամիության դիրքորոշումը։ Մենք մի քանի տարի կողմերի եւ միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, որ երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծվեն, իսկ գերիների խնդիրները պետք է լուծվեն, ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ադրբեջանի նախագահի հրամանագրով հանվել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումները Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության մեջից։ Մինչ այժմ նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ նույն տարվա հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։ Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է. Թուրքիայի կառավարությունը եւ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները համաձայնվում են, որ Նախիջևանի շրջանը որպես ինքնավար տարածք անցնի Ադրբեջանի խնամակալության ներքո։ Այս պայմանագրերով վերահաստատվել էր, որ Նախիջևանը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, ինչպես նաև հստակեցվել էին նրա սահմանները։ Իդեպ այդ պայմանագրի համաձայն Թուրքիային էին անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ եւ Սուրմալուի գավառը, ներառյալ Արարատ լեռը իր հարակից շրջաններով։ Նշենք, որ այդ պայմանագրի չեղարկումով խեղաթյուրվում է ողջ իրողությունը։ Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամներ նամակ են ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոին, խնդրելով հետաքննել փետրվար ամսին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեսկռտուկը այն հյուրանոցի դիմաց, ուր հյուրընկալվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ միջոցներ ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ։ Փաստաթղթում նշվում է, որ փետրվարի 19-ին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ալիևի անվտանգության աշխատակիցները ուժ են կիրառել Վալդորֆ Աստորիա հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ։ Սա միջազգային բռնաճնշումների ակտ է, որը կատարվել է Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական հարևանությամբ, ասված է հայտարարության մեջ, որը հրապարակել է կոնգրեսական Ջիմ Մակգովերնը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Թուրքիայում ուշադիր հետևում են Կարսով անցնող Զանգեզուրի միջանցքի հատվածում իրականացվող աշխատանքներին, հայտարարել է Կարսի նահանգապետ Զիա Փոլադը։ Զանգեզուրի միջանցքը կարևոր կամուրջի դեր է խաղալու, ամրապնդելով կապերը Կենտրոնական Ասիայի հետ։ Հուսանք, որ այս նախագիծը կիրականացվի մոտ ապագայում, ինչպես մեր սրտերը, այնպես էլ մեր ճանապարհները կմիավորվեն միմյանց հետ։ Մեր երկու երկրների նախագահները այս գործընթացի համար մեծ ջանքեր են գործադրել, ասել է Կարսի նահանգապետ Զիա Փոլադը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր հոգևոր առաջնորդ է ընտրել Ալի Համենեիի որդուն Մոջթաբա Համենեիին։ Որոշումը այս մասին կայացվել է մարտի 8-ին։ Մոջթաբա Համենեին ծնվել է 1969 թվականին Իրանի Մեջհեդ քաղաքում, նա նախկին առաջնորդի երկրորդ զավակն է, ստացել է աստվածաբանական կրթություն և դասավանդել է Կում քաղաքում գործող կրոնական կենտրոնում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանում Մոջթաբա Համենեիի իշխանության գալուն և պատրաստ է անձամբ մասնակցել այս երկրի նոր առաջնորդի ընտրությանը։ Նրանք զուր ժամանակ են վատնում Համենեիի որդին ոչնչություն է, ասել է Թրամփը, հավելելով, որ Թեհրանի ղեկավարը նախ պետք է արժանանա Սպիտակ տան ղեկավարի հավանությանը։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2,263,642 զբոսաշրջիկ։ Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել Ադրբեջանի 7 և Թուրքիայի 13,441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների։ Միացյալ Նահանգներից Հայաստան է այցելել 60,891 մարդ, Հայաստան են ժամանել Իրանից 182,364 մարդ, Ռուսաստանից 921,704 մարդ։ Վրաստանից նույնպես այցելությունների թիվը բավականին մեծ է եղել 288,578 մարդ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեո-ֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆիկ ոճում։
Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։